Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ուզում եմ էլի Աստվածաշնչյան մի հատված տեղադրեմ, լսեք, որտեղ շատ հետաքրքիր պատմություն է, ու այս պատմության վրա կան կարևոր բաներ, որ ուզում եմ փոխանցեմ ձեզ։ Ամեն մի խոսքը, որ տեղադրում եմ, ինքը զուտ պատմություն չի։ Ես դա անում եմ նպատակային, ես ուզում եմ ցույց տամ Աստծո կամքը, ես ուզում եմ ցույց տամ Աստծո օծյալի դիրքորոշումը, Աստծո դեմ դուրս եկողի հետ կատարվածը, ու սրանք պատճառներ են, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվենք ստեղծված իրավիճակների մեջ, որ չլինի թե պատահաբար հայտնվենք թշնամու թիկունքում կամ Աստծո կամքի դեմ դուրս եկողների կողքին, որովհետև ամեն մեկը, որ դուրս է գալի Աստծո դեմ, Աստծո թշնամին է, ու Աստծո կողմից ստանում է իր պատիժը։ Իմ նպատակն է ինչքան հնարավոր է Աստծո կամքի մասին գիտությունը փոխանցել, որպեսզի դուք ինքներդ լուսավորված լինելով իմանաք ում կողքին կանգնեք, որ լինեք պաշտպանված ու օրհնված։ Հիմա տեղադրեմ այս հատվածը, լսեք, հետո նորից կշարունակեմ այս մասին խոսել։ Գիրք Ա թագավորաց, գլուխ 24։ Եվ այնտեղից վեր ելավ և Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։ Եվ երբ որ Սավուղը փղշտացիներիցը ետ դարավ, նրան իմացրին և ասեցին. ահա Դավիթը Ենգադդիի անապատումն է։ Եվ Սավուղը բոլոր Իսրայելից 3000 ընտիր մարդիկ առավ և գնաց, որ Դավիթին և նրա մարդկանցը որոնե այդ ծեմանծ ժայռերի վրա։ Եվ եկավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախները, և այնտեղ մեկ քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ, և Դավիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։ Եվ Դավիթի մարդիկը նրան ասեցին. ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե ահա քո թշնամին քո ձեռքը կմատնե, և քո աչքերին հաճո երևեցածը արա նրան։ Եվ Դավիթը վեր կացավ, և Սավուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։ Եվ հետո Դավիթի սիրտը խղճաց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց, և իր մարդկանց ասեց. Աստված չանե, որ Տիրոջ օծյալին, իմ Տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նրա վրա մեկնեմ, որովհետև նա Տիրոջ օծյալն է։ Եվ Դավիթն այս խոսքերով իր մարդկանցը զսպեց, և նրանց թող չտվավ, որ Սավուղի վրա հարձակվին։ Եվ Սավուղը քարայրիցը դուրս եկավ և իր ճանապարհը գնաց։ Եվ հետո Դավիթը վեր կացավ այն քարայրիցը դուրս եկավ, և Սավուղի ետևից կանչելով ասեց. «Ով Տեր իմ թագավոր»։ Եվ երբ որ Սավուղն ետ նայեց, Դավիթն երեսի վրա ծռելով խոնարհություն արավ։ Եվ Դավիթն ասեց Սավուղին. «Ինչու համար ես մարդկանց խոսքին ականջ դնում, որ ասում են, թե ահա Դավիթը քո չարությունն է ուզում։ Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տերը այսօր քարայրի մեջ քեզ իմ ձեռքը մատնեց, և ասեցին, որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի և ասեցի. ես իմ ձեռքը դեպի իմ Տիրոջը չեմ մեկնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է։ Եվ տես, հայր իմ, տես քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է, և ես քո վերարկուի ծայրը կտրելով քեզ չմեռցրի։ Հասկացիր և տես, որ իմ ձեռքին չարություն և անօրենություն չկա, և քեզ դեմ մի հանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։ Տերը դատաստան անե իմ ու քո մեջ, և Տերը իմ վրեժը քեզանից առնե, բայց իմ ձեռքը քեզ վրա չի լինի։ Ինչպես որ վաղեմի առակն ասում է, անօրեններիցը դուրս կգա անօրենություն, բայց իմ ձեռքը քեզ վրա չի լինի։ Իսրայելի թագավորը որի ետևից է դուրս եկել, և դու որի ետևից ես ընկնում, մի մեռած շան ետևի՞ց, մի լուի ետևի՞ց։ Եվ Տերը դատավոր լինի, և իմ ու քո մեջ դատաստան անե, և տեսնե ու իմ դատը վարե, և ինձ քո ձեռքիցն ազատե։ Եվ երբ որ Դավիթը վերջացրեց այս խոսքերը Սավուղին ասելը, Սավուղն ասեց. այս քո ձայնն է, որդյակ իմ Դավիթ։ Եվ Սավուղն իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ Եվ Դավիթին ասեց. դու ինձանից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։ Եվ դու այսօր քո ինձ արած բարությունը հայտնեցիր, որ Տերը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չմեռցրիր։ Որովհետև երբ մեկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կտա, որ նա խաղաղությամբ գնա, և այսօր քո ինձ արածի փոխարենը Տերը քեզ բարիք հատուցանե։ Եվ հիմա ահա գիտեմ, որ դու անշուշտ թագավոր պիտի դառնաս,
և Իսրայելի թագավորությունը քո ձեռքումը պիտի հաստատվի։ Եվ հիմա Տերովն ինձ երդում արա, թե ինձանից հետո իմ սերունդին չես մեռցնի, և իմ հոր տանիցն իմ անունը բնաջին չես անի։ Եվ Դավիթը Սավուղին երդում արավ, և Սավուղը գնաց իր տունը, և Դավիթն իր մարդկանցովը վեր ելավ պինդ տեղը։ Ամեն, փառք Հիսուսին։ Գիտեք, այս պատմությունը շատ յուրահատուկ է նրանով, որ նման իրավիճակում, ոնց հայտնվեց Դավիթը ու ինչ հնարավորություն, որ ինքը ստացավ, ամեն մեկը նման ձևով չի վարվի։ Ու մանավանդ Դավթի կողքին եղողները հենց այդ ձևով էլ խորհուրդ էին տալի Դավթին, ասում էին, որ Աստված է Սավուղին մատնե քո ձեռքը, կարաս հենց հիմա հաշվեհարդար տեսնես ու թագավորությունը ազատվում է քո համար, որովհետև դու իրականում կանչված ես, օծված ես ու հնարավորությունը ստեղծված է, որ արդեն իսկ մտնես քո թագավորության մեջ։ Բայց Դավիթը նման ձևով չի վարվում, որովհետև գիտի Աստծուն, իրականում ճանաչում է Աստծուն, ու թեկուզ Սավուղը, որը աննազանդության պատճառով կորցրել էր Աստծու օծությունը, բայց շարունակում էր մնալ որպես թագավոր Իսրայելի վրա, Դավիթը իմանալով հանդերձ, որ այդ մարդը Աստծու դեմ է դուրս եկե, աննազանդ է գտնվե, կորցրել է օծությունը, կորցրել է Աստծու պաշտպանությունը, միևնույնն է իրան անվանում է Աստծու օծյալ։ Ամեն մեկը չի, որ նման ձևով կվարվի։ Իրականում շատերը նման իրավիճակում կմտածեն, որ սա հնարավորությունն է, որ Աստված պատժել է, պաշտպանությունը հեռացել է ու մատնել է թշնամուն, Աստծու դեմ դուրս եկողին, հենց իր ձեռքը, ով որ պետք է զբաղեցնի այդ պաշտոնը, թագավորի դիրքը, թագավորի պաշտոնը։ Սա շատ նուրբ պահ է իրականում։ Գիտեք, ես երեք ասում էի, որ քահանային կպնողը Աստծուն է կպնում, Աստծու բիբին է, աչքի բիբին է կպնում, ինչը որ Սավուղը արեց։ Աբիաթար քահանան, որը իր պաշտոնի մեջ էր, իր ծառայության մեջ էր, կրում էր քահանայական հագուստը, Սավուղը այն բանի պատճառով, որ քահանան օգնել էր Դավթին, որին Սավուղը հետապնդում էր, որոշում է սպանի քահանային, Աստծու ծառայողին, Աստծու սպասավորին, որը օգնել է իր թշնամուն։ Այստեղ անձնական դաշտ չի մտնում Սավուղը ու չի հետաքրքրում Աբիաթար քահանայի անձնական կյանքը։ Նայում է այն գործողությանը, որ ինքը արել է, իր թշնամուն է օգնել ու սպանում է քահանային, ինչը որ մեծ հանցանք է Աստծու դեմ, կպնում է Աստծու դրված սպասավորին։ Ձեզանից շատերը հարցնում են, ասում են, որ քահանային ես նկատի ունեմ, ես կոնկրետ քահանայի նկատի չունեմ, եթե քահանան իր ծառայության մեջ է, իր ծառայությունն է կատարում, այդ հագուստը կրում է ու դուք տեսնում եք, դուք գործ ունեք Աստծու հետ, եթե ինքը իր պաշտոնի մեջ է։ Ես ստեղ նկատի ունեմ, որ շատ զգուշավոր պետք է լինենք Աստծու դրված ծառայողի դեմ, որևէ սխալ գործողություն չանենք, որովհետև դա մեր վրա է անդրադառնալու, ինչը որ հետագայում Սավուղի կյանքում երևաց։ Տեսեք, նմանատիպ իրավիճակ է։ Սավուղը հայտնվում է Դավթի ձեռքի մեջ անպաշտպան։ Դավիթը հանգիստ կարա վրեժխնդիր լինի։ Մանավանդ, որ հստակ ասում է, որ այս մարդը Աստծու կամքի դեմ է գործում։ Բայց ինքը նման ձևով չի վարում, որովհետև գիտի ինչ է դա նշանակում ձեռք բարձրացնել Աստծու օծյալի վրա։ Տեսեք, ինքը Սավուղին, որը կորցրել է Աստծու բարեհաճությունը, Աստծու օրհնությունը, Աստծու պաշտպանությունը, Աստծու օծությունը, միևնույնն է, անվանում է Աստծու օծյալ ու զգուշանում է, որ իր ձեռքով հանկարծ որևէ բան չանի ու իր կյանքի վրա անեծք չարձակի։ Սա ամեն մեկը չի գիտակցում ու չի հասկանում, բայց Դավիթը ստեղ իր օրինակով ուղղակի ցույց է տալի, թե ինչքան կարևոր է զգուշանալ ու այն մարդուն, որ Աստված է անվանել իր օծյալը, իր վրա ձեռք չբարձրացնի, անկախ նրանից այդ մարդը Աստծու առաջ
ինձ սխալներագործե։ Գիտեք, Սավուղը ինքը ոչ մեկ էր մի ժամանակ։ Աստված իրան ընտրեց, Սամուելին ասեց իրան օծի թագավոր Իսրայելի վրա։ Այն պահից, երբ որ Սամուելը իրան բարձրացրեց ժողովրդի առաջ ցույց տվեց, օծեց, հենց այդ պահից իրան ոնց անվանեց Աստված Իսրայելի օծյալ ու թագավոր, ինքը հենց այն էր, ոնց Աստված անվանեց։ Եթե մարդիկ այդ ժամանակ ասեին, չէ մեկ իրան չենք ընդունում այդ ձևի, դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Ճշմարիտ է այն, ինչ որ Աստված է ասում։ Ու Աստծո խոսքի համաձայն է, որ մենք պետքա դիտարկենք ամեն իրավիճակը։ Այն պահից, երբ որ օծությունը Սավուղի վրայից հեռացավ իր աննազանդության պատճառով, ու Աստված ասեց այլևս ինքը չի լինելու Իսրայելի թագավորը ու ընտրեց իր համար Դավթին, ամեն ինչը Աստծո խոսքի համաձայն է, որ ճշմարիտ է, ու մենք բոլոր իրավիճակների մեջ պետքա դիտարկենք հենց այդ տեսանկյունից, ոնց Աստված է ասում ու անվանում։ Աստված ճշմարիտ է, մարդը սխալ։ Մենք բոլորս պետքա ընդունենք այն ճշմարտությունը, որը Աստված է ասում։ Մենք պետքա քայլենք այդ ճշմարտության մեջ։ Մենք իր խոսքը պետքա կատարենք։ Մենք իր խոսքը կատարելով իր կամքն ենք կատարում։ Ու իր կամքը կատարելով լինում ենք Աստծո պաշտպանության ու օրհնության մեջ։ Ու երբ որ Աստված Դավթին օծեց, Դավթին բարձրացրեց, Աստված ցույց է տալի, որ ինքը Դավթի հետ էր ու Սավուղի հետ չէր։ Ու Դավթի հետ եղողները օրհնված ու պաշտպանված էին, իսկ այն բոլոր մարդիկ, ովքեր որ մնացին Սավուղի հետ, իրանք կորցրեցին պաշտպանությունը։ Ոնց հետագայում տեսանք, որ Սավուղը իր որդիների հետ պատերազմի դաշտում կոտորվեցին։ Հովնաթանը, որը Սավուղի որդին էր, որը Դավթի ընկերն էր, իր սիրտը շատ ցավում էր Սավուղի վերաբերմունքի պատճառով, որ ունի Դավթի հանդեպ, ու գիտեր, որ օծությունն ու օրհնությունը Դավթի վրա է։ Գիտեր, որ մի ժամանակ հետո Դավիթն է թագավորելու Իսրայելի վրա։ Ինքը Սավուղի ավագ որդին էր, ժառանգորդն էր։ Ինքը շատ լավ գիտեր, որ Սավուղից հետո ժառանգությունը իրան է անցնելու, բայց նաև շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվե, որ Աստված օծել է Դավթին ու չի օծե իրեն։ Ու ինքը ասում էր, ես քո կողքին եմ ելնելու, դու լինելու ես թագավորը, ես քո օգնականն եմ ելնելու։ Իր սիրտը այնքան ուղիղ էր, որտեղ ինքը իրականում Աստծո կամքն էր փնտրում։ Իր անձնական շահի հետևից չէր գնում, ինքը չէր պայքարում այդ թագավորության համար, որը մարդկայնորեն ժառանգորդը ինքն էր, բայց իրականում Աստված նախընտրել էր Դավթին։ Ու Հովնաթանի սխալը ստեղ մի բանում էր, իմանալով Աստծո կամքը, որ Աստված Դավթի հետ է ու Սավուղի հետ չի, ինքը մնում է հոր հետ, Սավուղի հետ։ Ինքը նախընտրում է մնալ մի բանակում, որը Աստծո դեմ պայքարի մեջ է այդ պահին։ Ու հետագայում, ցավոք սրտի, այն անեծքը, որ Սավուղի դիրքորոշման պատճառով գալիս է Իսրայելի վրա, գալիս է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր որ մնացել էին Սավուղի հետ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ Դավթի հետ էին, իրանք պաշտպանված են լինում։ Գիտեք, ես այս քարտեզի վրա դնելով եմ եթերն անում, պատճառը նա է, որ ես ուզում ասեմ, այս քարտեզով Հայաստանը, որ դուք տեսնում եք, այն Հայաստանն է, որը Աստված ինքն է անվանում Մինի Արարատի ասքանազի թագավորություն, որը մեծ հայքն է։ Եթե Աստված անվանում է, որ սա է Մինին Արարատն ու ասքանազը, ու մարդը այլ բան է անվանում, մարդը Հայաստանը անվանում է այսօրվա սահմաններով Հայաստանը, ճիշտը նա է, ինչ որ անվանում է Աստված։ Եթե Աստված հիվանդին ասում է, դու առողջ ես, դու կապրես, հիվանդը առողջանում է ու ապրում է, կապ չունի այդ պահին, ինչ վիճակում էր ինքը։ Եթե Աստված Հայաստանին ասում է, որ դու այս սահմաններով Հայաստանն ես, կապ չունի այս պահին ինքը ինչ սահմաններ ունի,
նշանակում է Աստծո խոսքի համաձայն Հայաստանը դառնալու է այն, ինչ որ ինքը ասել է։ Իսկ որ ինքը դա ասել է, ես դրա մասին մի քանի անգամ ձեզ տարբեր եթերների ժամանակ ասել եմ, որ տեսիլքը, երբ որ ես տեսնում էի, տեսիլքի մեջ տեսնում եմ մեր այսօրվա Հայաստանը, ու Աստված այդ տեսիլքի մեջ ինձ ցույց էր տալի, որ աղոթում եմ ես ու խոսում եմ, ու ես ասեմ Թուրքիա բաց թող Հայաստանի տարածքները, Ադրբեջան բաց թող Հայաստանի տարածքները, Պարսկաստան բաց թող Հայաստանի տարածքները, Վրաստան բաց թող Հայաստանի փոքր տարածքը, ու երբ որ այս մեծ հայքը ամբողջությամբ ձևավորվեց, վերջացավ, ես ասեցի Ռուսաստան բաց թող Հայաստանը, սա է մինին Արարատն ու Ասքանազը, որ բարձրանում է այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ։ Տեսեք, այս տեսիլքի մեջ հստակ Աստված ցույց է տալի տարածքը, ու ինքը դա անվանում է Հայաստան։ Ինքը այդ երկրերից պահանջում է Հայաստանի տարածքները ու վերականգնում է Հայաստանը ամբողջական, որը եւ ասեց սա մինին Արարատն ու Ասքանազն է։ Գիտեք, եթե այդ ձևով Աստված չանվաներ, իմ ասածները տեսիլքի մասին, Հայաստանի մասին ու այս սահմաններով Հայաստանի մասին կլներ անիմաստ, բայց ես ասում եմ այն, ինչ որ Աստված է ասել, իսկ սա նշանակում է, որ մարդը սխալական է, Աստված ճշմարիտ։ Եթե այսօր վարչապետը Հայաստանը այլ սահմաններով է դիտարկում ու դրա հետ համակերպված է ու նշված մարտահրավերները, որ այսօր կան մեր շուրջ բոլորը, ինքը ճարահատյալ տարբերակ չգտնելով տանում է այն տարբերակին, որ մենք ուզած-չուզած պետք է դառնանք թուրքական ինչ-որ մասնիկ, համաձայնություն է տալի Օսմանյան կայսրության ծրագրերին զուտ այն պատճառով, որ մենք Խաչմերուկում հայտնված այն հետիորդն ենք, որ անդադ մեզ ավտովթարի են ենթարկում, պատճառը նա է, որ ինքը չի ընդունում Աստծո ասածը ու իր մարդկային տեսանկյունից հարցերի մեջ լուծում փնտրելով, լուծում չգտնելով համակերպվում է կողքի պետությունների պարտադրած քաղաքականությանը ու դրա համար ինքը ասում է բաներ, ինչ որ ասում է թշնամին, ինչ որ ասում է Օսմանյան կայսրություն ստեղծող, ձգտող երկրի ղեկավարը, որը Էրդողանն է, որը համագործակցում է Ալիևի հետ, որոնք միասին փորձում են ստեղծել մեծ Թուրանը, իսլամական մի տարածք, որը ամբողջությամբ թշնամական մի տերություն է լինելու, որը վերջնականապես պետք է հարձակվի վերջին օրերում Իսրայելի դեմ։ Հասկանում եք, Հայաստանը այն երկիրն է, որը կանչված է Օսմանյան կայսրության գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Դրա համար Աստված տվել է տեսիլքը, որ մենք իմանանք մեր կոչումը, մեր դիրքը, մենք ով ենք Աստծո մեջ, ինչ նշանակություն ունենք, որ մենք պայքարենք Աստծո կամքի համար, ոչ թե սատանայի աչքերով դիտարկենք իրավիճակը ու խեղճացած ասենք պետք է համակերպվենք։ Հասկանում եք, վարչապետի դիրքորոշումը չի համապատասխանում Աստծո ասածին, ու վարչապետը ակամայից գործում է թշնամու օգտին, հակառակվելով Աստծո կամքին։ Ես այս ամենի մասին ձեզ տեղեկացնում եմ, որպեսզի դուք նույնպես իմանաք ում կողքին կանգնեք, ում տեսակետը պաշտպանեք ու նաև տեսնեք այն մարդկանց, ովքեր են, որ այս տեսիլքի համատեքստում գործում են, ովքեր են, որ Աստծո կողմից ունեն օրհնություն, պաշտպանություն ու Աստված իրանց հետ է։ Աստծո դեմ գործողների հետ Աստված ինքն է պայքարում։ Տեսեք, ես ներկայացնում եմ Աստծո կամքը, ես փորձում եմ ձեզ հասկանալի դարձնեմ Աստծո ծրագրերը, որպեսզի դուք դիրքավորվեք ու իմանաք ում կողքին կանգնեք։ Սավուղը Իսրայելի թագավորն էր, բայց ինքը աննազան գտնվելով Աստծո կամքին, կորցրեց Աստծո բարեհաճությունը, Աստծո պաշտպանությունը ու իր բոլոր գործողությունները թշնամանք էր Աստծո դեմ,
ու ինքը դուրս էր եկել Աստծո կամքը կատարողին սպանելու։ Ու բոլոր այն մարդիկ, ովքեր որ մնացին Սավուղի հետ, Սավուղի կողքին, Սավուղի հետ կոտորվեցին ու մեռան։ Բայց այն մարդիկ, ովքեր մնացին Դավթի հետ ու Դավթի կողքին, մնացին պաշտպանության տակ ու հետագայում Դավթի հետ թագավորեցին։ Ճիշտը նա է, ինչ որ Աստված է անվանում։ Եթե ինչ որ մեկին Աստված ասում է, որ դու գործում ես Աստծո կամքի դեմ, քո կյանքը վտանգված է, դա նրա համար է, որ կողքինները զգուշանան ու հեռու մնան, որ այդ նույն կոտորածի մեջ չհայտնվեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ մնում են Աստծո կամքը կատարողի կողքին, պաշտպանված ու օրհնված են։ Տեսեք, այս համատեքստում շատ կարևոր է, որ ստեղծված իրավիճակում դուք գիտակցեք, որ վարչապետը այս պահին այս տեսիլքի դեմ է գործում։ Ինքը խոսում է փոքր Հայաստանի մասին, որը պետք է լինի Օսմանյան կայսրության գաղափարախոսության համատեքստում, որպիսի անդադար չենթարկվի վրաերթի։ Ինքը առաջարկում է մի տարբերակ, որտեղ եկեք համակերպվենք, իրանց ասածն անենք, հերիքա ծեծվենք, հերիքա ջարդվենք։ Սա նույնն է, որ ցեղասպանության ժամանակ այն հայերը, որոնք հասկացան, որ մահվան վտանգի առաջ են կանգնած, նախընտրեցին իսլամացումը, որպեսզի չկոտորվեն ու ապրեն, բայց այն հայերը, որ մնացին Աստծո կամքի մեջ, չհրաժարվեցին Հիսուսից, չհրաժարվեցին քրիստոնեությունից, չհրաժարվեցին քրիստոնեական արժեքներից, նախընտրելով մահը, իմանալով, որ մի վայրկյան հետո Աստծո երկնային թագավորության մեջ են ապրելու։ Բայց այն մարդիկ, ովքեր որ հրաժարվում են Հիսուսից, թեկուզ եւ ապրեն էլ, հետո հայտնվելու են դժոխքում։ Հայ ժողովուրդ, մենք պետքա շարունակենք պայքարել Աստծո արժեքների համար, Աստծո կամքի համար, Աստծո կոչումի համար, որպեսզի մի օր, երբ որ կանգնենք Աստծո առաջ, Աստված ասի բարի հավատարիմ ծառա, հավատարիմ մնացիր այն կոչումին, որ տվել էի։ Բայց մենք կարանք հրաժարվենք Աստծո կոչումից, ընտրենք սատանայի առաջ խոնարհվելը, սատանայի ծրագրերին համակերպվելը, մեր կյանքը երկարացնելու համար, բայց մի օր, երբ որ կանգնենք Աստծո առաջ, Աստված մեզ դիտարկելու է Հուդայի պես, որը ուրացավ Աստծուն։ Կյանքը այն չի, ինչ որ այսօր է, ու սա ժամանակավոր կյանք է, սա հավիտենականության հետ համատար ոչինչ է։ Մենք ստեղ որոշում ենք կայացնում մեր գործողություններով, մեր հավատքը ցույց տալով, թե մենք հավիտենականությունը որտեղ կանցկացնենք։ Ես օրհնում եմ ամեն մեկիս, որպեսզի մեր միտքը լինի լուսավորված Աստծո կամքի համաձայն, որ մենք ճշմարտությունը ճանաչելով ճիշտ ընտրություն կատարենք ու պայքարենք Աստծո կամքի համար, չլնենք Հովնաթանի պես, որ համ գիտեր, որ Դավիթը Աստծո օծյալն է, Աստծո կողմից ընտրվածն է, բայց իր այդ ամեն հասկացողությամբ հանդերձ գնաց ու մնաց Սավուղի կողքին, որի հետ էլ կոտորվեց ու մեռավ պատերազմի դաշտում։ Աստված ինքը հստակություն է բերում մեր համար, փորձում է մեզ ազատի դժոխքի ճիրաններից։ Արդյոք մենք մեր ընտրությամբ որ բանակում կհայտնվենք, մենք ենք որոշում։ Ես օրհնում եմ քեզ հայ ժողովուրդ, Հայաստան, ու ոչ միայն հայ ժողովուրդ, ամեն մեկ, ով որ լսում է տեսիլքի մասին, ով որ գիտի Հայաստանի կոչումի մասին, ու որ Աստված խոսում ու ասում է, որ կանգնի Հայաստանի կողքին, զինելու, պատրաստելու Մինին Արարատն ու Ասքանազը, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, ինքը ընտրում է Աստծո կամքը, իրան բերում է օրհնության մեջ, Աստծո պաշտպանության մեջ, բայց ամեն մեկը, ով որ այս տեսիլքի հակառակ գործում է, ինքը իրան դնում է թշնամու բանակում, սկսում է իրականացնել սատանայի ծրագրերը, ու իր կյանքի վրա արձակված է անեծքը, մահը, դժոխքը։ Աստված իր կամքը հայտնում է ամեն մեկին, որպեսզի ամեն մեկը ճիշտ ընտրությամբ
լինի պաշտպանված օրհնությամբ։ Հայր իմ, Հիսուսի անունով ես խնդրում եմ, որ քո կամքի գիտության հասկացողությունը գա բոլորի վրա, որ ամեն մեկը ընտրի քո կամքի մեջ մնալը չնայելով իրավիճակներին։ Հայր, տեսիլքը կատարողը դու ես, բայց երանի են մարդուն, ով որ կմիաբանվի քո կամքին ու կլինի քո օրհնության մեջ ու քո պաշտպանության մեջ։ Ու վայ նրան, ով որ գիտակցորեն կկանգնի հակառակ կողմում ու կպայքարի քո դեմ։ Ոչ մի քո դեմ պատերազմողը մինչև այսօր հաղթանակ չի ունեցել, այլ կործանվել են ու ոչնչացել են հենց քո ձեռքով։ Քո օծյալը ունենալով հնարավորություն հաշվեհարդար տեսներ քո կամքը մերժողի հետ, դա չարեց, դատաստանը հանձնեց քեզ։ Այսօր դատաստանը քոնն է։ Ես խնդրում եմ, որ դու թույլ չտաս, որ որևէ մեկը իր մարդկային ձեռքով հաշվեհարդար տեսնի այն մարդու հանդեպ նույնիսկ, որը քո կամքի դեմ գործ աղնում։ Բայց պատասխանը տուր քեզանից, որ դա լինի հստակ բոլորի համար, որ քո դեմ դուրս եկողը վտանգի մեջ է, ու թող դա սթափեցնի բոլորին, որտեղ այն բոլոր մարդիկ, ովքեր որ մոլորության մեջ են, որ մտածում են քո կամքի մեջ են, որ կանգնել են վարչապետի կողքին, որտեղ ինքը երկրի ղեկավարն է, ու դա ճիշտն է, որ պետք է իր կողքին լինեն ու իրան օրհնեն, որ հասկանան, որ սավուղնել էր երկրի ղեկավարը, բայց քո կամքի դեմ գործելու պատճառով կործանվեց ու կործանվեցին իր այդ նաև մյուսները, ովքեր իր կողքին էին։ Ես խնդրում եմ, որ կամքի գիտության հասկացողությամբ լուսավորես ամեն մեկին, որ ամեն մեկը հասկանա այն վտանգը, որի մեջ ինքը հայտնվել է, կանգնելով Օսմանյան կայսրության գաղափարախոսության իրականացնողների կողքին, ու եթե կան նման մարդիկ, թող շտապեն հեռանալ ու իրանց սիրտը ուղղեն քո հանդեպ։ Ես չեմ ուզում որևէ մեկի կործանումը, առավել ևս դու չես ուզում որևէ մեկի կործանումը։ Դու ուզում ես մեղավորի ապաշխարությունը, մեղավորի փրկությունը։ Հայր, ես խնդրում եմ, որ դու շնորհք անես Հայաստանում ամեն մեկի վրա, առաջին հերթին Հայաստանում ու հայ ժողովրդի վրա, որ գա հասկացողությունը նման իրավիճակում, որ բոլորով կանգնեն քո կամքի համար ու քո կամքը ընտրելով միաբանվեն քո հետ, լինելով քո օրհնության ու քո պաշտպանության մեջ ու հակառակվեն թշնամու առաջարկած ծրագրերից, որը դիվային է, սատանայական է, անիծված է ու կործանման է տանում։ Փաշինյանը, եթե չի ուզում քո կամքը կատարի, թող մնա մենակ ու մենակ իր ընտրության մեջ ստանա արժանի պատիժը քեզանից, թող իր կողքինները հասկանան ու հեռանան, որ նույն պատժին չարժանանան։ Հայր, քո կատարյալ կամքը ստեղծված իրավիճակի վրա, քո կամքի գիտության հասկացողությունը ամեն մեկի մտքի ու սրտի մեջ լինի, ամեն մեկը իր ընտրության համարժեք պատասխան տա քո առաջ, քանի որ դու արդար դատավորն ես։ Շնորհակալություն, սիրելի Հայր, որ լսում ու պատասխանում ես ամեն ժամանակ, շնորհակալություն, որ ուղարկում ես քո խոսքը, որը լույս է մեր ճանապարհներին, որ լուսավորում է մեզ, որ մենք քայլենք ճշմարտության մեջ ու մեր ոտքը քարին չկպնի։ Շնորհակալություն, որ դու ես քո զորավոր ձեռքով Հայաստանը ազատում քո կամքի դեմ գործողներից ու բարձրացնում ես մարդիկ, որոնք քո սրտի համեմատ են, որ կիրականացնեն քո կամքը ու այս սահմաններով Հայաստանի համար կպայքարեն ու սա բոլոր ազգերին լսելի կդարձնեն, որպեսզի բոլոր երկրի ղեկավարները ճանաչելով Աստծո կամքը, հասկանալով դրա կարևորությունը, կանգնեն քո կամքը կատարելու համար, որը ոչ միայն Հայաստանի օրհնությունն է, այլ ամեն մեկի օրհնությունն է, ով որ կմիաբանվի քո կամքին, ու որը առաջնային
Իսրայելի օրհնությունն է, որովհետև այս սահմաններով Հայաստանը Իսրայելի պաշտպանությունն ու վահանն է, Իսրայելի ապահովությունն է, ու այս կամքի գիտությունը Իսրայելում հասկանալի դառնա, ու Իսրայելը ջանք անի սեփական նախաձեռնությամբ այս սահմաններով Հայաստանը հարություն տալու գործին մասնակից լինելու համար։ Ես օրհնում եմ ամեն մեկին, ով որ կկանգնի քո կամքը կատարելու համար, ու քո գերբնական օրհնությունները արձակված կլինի ամեն մեկի վրա, ով որ ընտրում է քո կամքը։ Շնորհակալություն սիրելի Հայր, որ մեզանից ծածուկ չես պահել քո կամքը, որ բացում ես քո ծառաներին ու քո զորությամբ իրականացնում ես։ Փառք ես, որ բերում ես արդար դատդ քո կամքի դեմ պատերազմողների վրա։ Շնորհակալություն, որ դու նման ձևով ցույց ես տալի, որ դու նախանձավոր Աստված ես ու քո կամքը անարգողներին անպատիժ չես թողում։ Շնորհակալություն, որ դու քո արդար դատը արդեն սկսել ես երկրի վրա, ու քո զորավոր ձեռքով իրականացնում ես քո խոստմունքը, ոնց խոսել ու ասել ես, ցույց տալով բոլորին, որ տեսիլքի հեղինակն ու կատարողը դու ես ու քո զորավոր ձեռքով էլ իրականացնում ես քո խոսքը։ Փառավորվիր Հայաստանի վրա, ու թող Հայաստանը բարձրանա այս սահմաններով, ոնց նախագծել ես, որպեսզի ամբողջությամբ իրականացնի այն հանձնարարությունը, որի մեջ կանչված է, որ լինի ինքը Հայաստանը զորավոր պատերազմողը Բաբելոնի դեմ ու հաղթանակ տանողը այն բոլոր ազգերի մասնակցությամբ, ովքեր որ մեր ձեռքերը կբարձրացնեն, ու քո ծրագրերը, որ այս ժամանակի համար նախատեսված են, գծագրված են, մեզ հանձնարարված են, որպեսզի միաբանության մեջ իրականացնենք ամբողջությամբ, որ քո փառքը հայտնապես երևա ամբողջ երկրի վրա Հիսուսի զորավոր անունով։ Փառք քեզ ամենակարող Աստված իմ, փառավորվիր քո երկրի վրա, քո երկրի միջոցով ամբողջ ազգերի վրա Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։